Երկրորդ գլուխ, 2 Տիմոթեոս երկրորդ գլուխ, առաջին երկու համարները, արդ դու որդյագիմ զորացիր շնորհով, որ Քրիստոս Հիսուսի մեջ է, եւ այն, ինչ ինձանից լսեցիր, բազում վկաների ներկայությամբ, հավատարիմ մարդկանց ավանդիր, որոնք ընդունակ են ուրիշներին եւս ուսուցանել։ Հիմա այս հատվածը նամանավանդ երկրորդ համարը կարևոր տեղ ունի եւ կարևոր տեղ ունի մեր ծառայության մեջ, երբ մենք ցանկանում ենք, ոչ թե միայն ցանկանում ենք, հապա սա մեր հանձնարարականն է, հովվական հանձնարարականն է, որ ոնց պետք է ուրիշներին ալ պատրաստենք։ Զորանալով սկսում է իհարկե եւ որդյագիմ, իհարկե որդյագիմ արդարությունը արդեն իսկ խոսեցանք, չեմ ուզում ավելի վրան կենտրոնանալ, որ ինքը նրա հոգևոր որդիներ եւ հավանական է ասեցինք, որ Բոս Արաքյալի կառուցության միջոցով ինքը ապաշխարած է, Բոս Արաքյալ ինքը առաջին անգամ լյուստրա եկած էր, զորացիր շնորհով, որ Քրիստոս Հիսուսի մեջ է։ Հիմա այդ շնորհը իհարկե բրգության շնորհը ունի, ծառայության շնորհը ունի եւ այդ բոլորը Քրիստոսով են։ Հիմա մեկը կարող է հարցնել, այս շնորհը ինչի մասին խոսում է։ Այդ բրգության վրայով որ ինքը ունի։ Բրգություն առավել իր ծառայության շնորհը որ ինքը ունի, երկուսը մեկ։ Խնդիր չէ։ Մենք գիտենք, որ այդ շնորհը Քրիստոսով է բրգությունից սկսյալ։ Եվ այն ինչ ինձանից լսեցիր։ Այն բաները, որ սովորած է Բոս Արաքյալից։ Եվ այն ինչ ինձանից լսեցիր, բազում վկաների ներկայությամբ, ինչու որովհետև Բոս Արաքյալը թաքնված չարեց այս բաները, հապա ուրիշ վկաներ ալ կային, հավատարիմ մարդկանց ավանդիր, որոնք ընդունակ են ուրիշներին եւս ուսուցանել, որ կարող են նրանք էլ նույնը անել, նրանք էլ այդ կարողությունը ունեն, ոչ թե միայն ցանկությունը, կարողությունը, ինչի կարող է, որ մեզ ոմանք երբեմն ցանկությունը ունենք Տերը ծառայելու, բայց եթե Տերը այդ բարգեւությունը դված չէ, բարգեւը դված չէ, իհարկե պիտի չստացվի շիդակցեվով։ Հիմա այստեղը մենք այս հատվածում տեսնում ենք ծառայության շղթամը, կարանք այդպես ներկայացնել, 4 օղակներով կազմված, 4 օղակներով։ Ծառայության օղակը կամ օղակները ավելի ճիշտ է։ Ուրեմն ինչ որ Բողոսից լսեցիր ասում է Տիմոթեոս, իբր հովիվ, իբր երեց, դու ինչ պետք է անես։ Հավատարիմ մարդկանց ավանդես, որ նրանք էլ ընդունակ են, կարող են ուրիշներին ուսուցանել։ Բողոս առաջին շղթան, Տիմոթեոս երկրորդ շղթան, այդ հավատարիմ մարդիկը երրորդ շղթան նրանց ավանդիր եւ հետո որ չորրորդը ուրիշներին, ուրիշ մարդիկ։ Մեր ծառայության ոնց որ այս համարը մեր ծառայության հիմնակարը թող լինի, որ մեր մտադրությունը լինի, որ իբր հովիվ մեր բարդականություններից մեկը ինչ է, աղոթելը, ազխոսի կարոզելը, այցելելը, ավետարանելը եւ այլն, եւ հավատարիմ մարդկանց ավանդելը նկատի ունենալով եւ ուղղորդելով նույնիսկ եթե պետք լինի այդ մույս եղբայրները, որոնց ուսուցանում ես, ոնց նրանք էլ ուրիշներին պիտի կարողանան։ Այսինքն երբ օրինակ դու ուսուցանում ես այս եղբոր կամ այն եղբոր, դու ալ արդեն իսկ պատկերացնում ես, որ ոնց պիտի նրանք կարողանան ուրիշների ուսուցանել։ Եթե բան մգա գարաս օգնել նրան կամ նրանց, որ իրենց կարգին ուրիշներին անեն հավատարիմ կերպով։ Սա մեր ծառայությունից մեծ մաս է։ Չարչարագից եղիր, ինչպես Քրիստոս Հիսուսի բարի զինվոր։ Ոչ մի զինվորական զորաբեդին հաջողանալու համար գենցաղային գործերով չի սպաղվի։ Հիմա 3 եւ 4 համարները նայելով, ինչու որտե Բոս Արաքյալ այս հատվածում թե զինվորի մասին խոսում է, այս համարներում, թե խոսում է մարզիկի մասին 5-րդ համարում, եւ թե
6-րդ համարում հետո խոսում է հողագործի մասին։ Այդ 3 պատկերները օգտագործում է, որ նրանց միջոցով ինք ցույց տա, որ հոգևոր ծառայությունը Քրիստոսի ծառայելը դժվար գործ է։ Ինչու որ 3-րդ համարում ասեց չարչարագից եղիր, ինչպես Քրիստոս Հիսուսի բարի զինվոր։ Բարի զինվոր լինելու համար չարչարանք կա։ Բարի զինվոր մեկը չի կարող լինել առանց չարչարանքի Քրիստոսի համար։ Եթե ես ու դու ցանկանում ենք Տիրոջ շնորհով բարի զինվորներ լինենք Հիսուս Քրիստոսի, ուրեմն Բողոս ասում է չարչարագից եղիր, ինչպես ինք դու ել, ինձ հետ իմ օրինագիծը սովորելով։ Եվ հետո ասում է ոչ մի զինվորական զորաբեդին հաջողանալու համար գենցաղային գործերով չի սպաղվի։ Հիմա եթե զինվորական ես, պատկերացրու, եթե զինվորություն հրած գիտես, սա ինչ ասել է։ Քո առօրյա գենցաղային գործերով չես կարող սպաղվել, առաջնագար կորել, առաջ պետք է ումի հաջեցնես։ Հրամանատարին, զորաբեդին, գնդաբեդին եւ այն եւ այն։ Ինչու որովհետեւ սա մեզ ցուցաբերում է, որ մենք Քրիստոսի բարի զինվորը լինելով, ուրեմն մենք ումի պետք է հաջողանալու համար աշխատենք, ապրենք Քրիստոսի համար։ Քրիստոսի համար։ Եվ իհարկե քո կարոզում, եթե սա բացատրական կարոզի մաս կազմեր, ժողովրդին այս հարցը կդաս։ Եթե Քրիստոս քո դերն է եւ դու բարի զինվոր ես, իհարկե առաջնագար կորեն այստեղ ինք Տիմոթեոսի նկատի ունի, հոգևոր կորձավորին նկատի ունի եւ ընդհանուր կերպով բոլոր հավատացյալների համար էլ, որ Քրիստոս եթե քո տերն է, քո ինքը զորաբեդն է, միթե նրան հաջող լինելու աշխատում ես, չանք տապում ես, չարչարագից լինում ես նրանց հետ, որոնք բարի զինվորներ են Տիրոջը։ Եթե հավատացյալի ցանկությունը Քրիստոսի հաջեցնելը չէ, խնդիրը։ Այստեղ ուզում են հաճեցնեն առաջ չարչարանքի։ Չենք կարող։ Հնարավոր չի Քրիստոսի հաջեցնելը առանց չարչարանք գրելու եւ չարչարագից լինելու ուրիշ եղբայր քույրերի հետ, որոնք Քրիստոսի համար չարչարվում են։ Մենք նրանց օրինագից սովորում ենք։ Իհարկե։ Եվ ասում է, չէ, ոչ մի զինվորական բացառություն չկա։ Ոչ մի զինվորական գենցաղային գործերով չի սպաղվի, ինչու որպես զորաբեդին հաջող լինի, զորաբեդին հաջողանալու համար։ Հետո նույնպես ուրիշ օրինակ օգտագործում է։ Հիմա զինվորի օրինագից մարզիկի օրինագից գնում է։ Նույնպես եւ մարզիկը դափնեբսակ չի ստանա, եթե օրենքի համաձայն չմրցի։ Դափնեբսակը ինչ էր, այն օրերում մարզական խաղերում նրանք այդ դափնեբսակը տալիս էին, նա որ ախտում էր, եւ իհարկե այդ դափնեբսակը մարզիկը չի կարող ստանալ, ինչպես օլիմպիական խաղերում ես, այն ատենալ խաղեր գար է Էփեսոսի մեջ, Կորինթոսի մեջ, Աթենքի մեջ եւ այլն։ Եթե օրենքի համաձայն չմրցի։ Եվ իհարկե հիմա այս օրենքը հոգևոր կորձիչի նկատմամբ, հոգևոր մարզիկի նկատմամբ, մարզիկը գիտենք, մարզիկը ինչ անում է, ինչպես զինվորը մարզվում է, ինքնինքը դիսցիպլինի տակ դնում է, ամեն բան չի ուտում, ամեն բան չի խմում, իր քունը, արթնալու ադենը, քնելու ադենը, այսին նրա պատրաստակամության վերջը չկա, որովհետեւ հաջողանա նրա Տիրոջը եւ կարողանա իբր մարզիկ հասնե ստանա այդ թափնեբսակը եւ իհարկե հիմա այստեղը չի ասում սա, բայց այդ թափնեբսակը ումից կստանա այդ տեսակի մարզիկը Տիրոջից ոչ թե աշխարհիկ մարզիկի մասին խոսում ենք, հաբա հոգևոր մարզիկը Տիրոջ ծառան, ինչու որովհետեւ ինքը ասում է չէ այստեղը չարչարագից եղիր ասում է, չարչարագից եղիր եւ երբ ինքը սկսեց այս գլուխը, հիմա իհարկե բնակրում օրինակ գլուխ չկա, հաբա շարունակական նամակ է,
բայց աս գլխի մեջ առաջին ամառում ինքը ասում է օրինակ հայերենով ինչ խոսում էր, հայերենով ասում է արդ դու։ Հիմա բնակրի մեջ դու ուրեմն կամ դու արդ որչագիմ շեշտադրումը դուին վրան է, այդ գենտրոնացումը գա նրա վրա։ Դու այսպես պիտի անես, կարևոր չէ այդ երկու անձիկը ումի մասին խոսեցանք, նրանք ինչ արեցին, նրանք սխալ տիպարներն էին, Օնեսիպորոս լավ արեց, դու այսպես կանես, դու կանես ինչ որ տեսար վկաներու արջև իմ կյանքից ես, գվստահես այդ ուսուցումը այն մարդկանց, որոնք պիտի անեն նույնը ուրիշներին սովորեցնելով։ Եվ ինչ որ ինձ անից լսեցիր, ավանդիր ավադարի մարդկանց, նրանք էլ ուրիշներին, եւ չարչարագից եղիր իբր բարի զինվոր, եւ երկրորդ պատկերը, որ դալիս է հոգեվոր կորձիչի, իբր մարզիկ։ Եվ մարզիկը ասում է, նայեցեք, օրենքի համաձայն պետք է մրցի, չէ՞, օրենքի համաձայն։ Հիմա այս բարակային մենք գիտենք աշխարհային, ասենք, դարբեր մարզական խաղերի օրենքների վրա քիչով շատով հասկանում ենք նրանց մասին, բայց Աստուծո նկատմամբ ինչ տեսակ օրենքի մասին խոսում ենք, Տիրոջ օրենքի մասին։ Տիրոջ օրենքի մասին, որ Աստված ինք իր խոսքի միջով մեզ դարբեր օրենքներ դրած է, որ ինչպես մենք իբր մարզիկ, հոգևոր մարզիկ կարանք Տիրոջ հաջեցնել։ Եվ հետո ասում է դկնող հողակորձը, այդ հողակորձը, որ այսինքն այդ դկնող բառը ինչ նշանակում է, ճանասեր, ծանր աշխատող, սա է խորհուրդը բնակրի մեջ, ծանր աշխատանքի ենթակա եղող հողակորձը նախ ինքը պետք է բդղից վայելի։ Հիմա այս արտահայտությունը նախ ինքը պետք է բդղից վայելի, կարող է մի մեկնաբանությունից ավելի ունի, այսինքն միթե ինքը պետք է իր ծառայության բդուղը առաջին անգամ ինքը վայելի, կամ իր ընդհանրական առումով ինքը պետք է ընդունի արդյունքը իր ծառայության եւ ինքը կոհանա, ինչ ուզում է ասել սրա վրայով։ Հիմա հողակորձիմը եւ որ նկատի ունենանք, եւ որ ասում է նախ ինքը պետք է բդղից վայելի, դրամպանական է, որ հողակորձը, որ ինք աշխատում է ճանասեր գերբով, ծանր աշխատանքով, իհարկե ինք այդ իրավասություն ունի, որ վայելի այդ բդուղից։ Բարձրապես այդ պատկերազարդումն է այստեղը։ Ասի մի խոսքով ազո մարդը եւ այդ ազո մարդ տերմինը Դիմոթեոսի, որ ուղված է մի քանի անգամ, նշանակում է հովիվը, երեցը։ Այդ ազո մարդ տերմինը միայն այս հովական թղթերի մեջ գրված է, ուրիշ տեղ չունենք։ Ազո մարդը Օրինակ մի քիչ հետ կտեսնում ենք այսօր 2 Դիմոթեոս 3:17-ում, որովհետեւ ազոմարտը պատրաստ լինի, ամեն բարի կորձի պատրաստված եւ այլն, այդպես։ Ազոմարտը, այսինքն Աստծո ծառան, հովիվը, երեցը, եպիսկոպոսը։ Եվ ուրեմն Դիմոթեոսի տրված է այստեղ 3 օրինակներ աշխարից՝ իբր զինվոր, ազոմարտը, ազո կորձավոր իբր զինվոր, իբր հողակորձ եւ իբր մարզիկ պետք է լինի։ Հիմա ինքը իր, ասե։ Ընդհանրապես յուրաքանչյուր հողագործ ինքն առաջի գնահատականը տալիս իր ստացած բերքի։ Որ արդյոք ես ճիշտ աշխատեցի, իմ արդյունքը առողջ բերք ունեցա, թե օրինակ ասենք, այսքան չարչարվեցի ներդրում արեցի, բայց բանի պիտանի չի, այդ տալու եմ կանսերվի։ Չէ, օրինակի համար, օրինակ էց է բանը, ու ինքն է առաջի պտուղը, երբ որ հասնում է, հիմնականում ծառերի վրա, առաջի թարմ պտուղը, երբ որ հասնում է, հողագործն է փորձում, հետո նոր շուկայ է հանում իր պտուղը ու գնահատականից ելնելով, ինչ գին կդնի, էդի նկատի ունելի։ Հիմա էդ դու ես, ու բարագայի ինչ է, ու ծառայությունից առաջ եկած արդյունքն է, ու վասկի հետևանքն է, շարճարանքիդ։ Եթե հողագործին քրտինք է թափում, առաջին ինքն էլ համտեսում է։
նոր հանումա շուկա հողագործության հետ կապ ունենալով տենց են ես հասկանում։ Հա, այդպես է, որովհետև սկիզբը ինքը պետք է վայելի, ինքը արժանի է, որովհետև ինքը աշխատողն է։ Հիմա Դիմոթեոսի առումով եթե մտածենք, առաջին անգամ պետք է մտածենք դկնող հողագործի մասին, որ ծառան պետք է այդպես աշխատող լինի։ Որովհետև հոգևոր ծառայությունը, հոգևոր գործը առանց աշխատանքի չի լինում հեշտ, չի լինում օգտակար։ Եթե ես ասեմ, որ իբրովիվ ես պիտի դերը ծառայեմ, բայց չարչարանք, տարաբանք, չանք չի գա, ազոքոս շիդակցիով անել չեսա։ Եվ այդպիսի հողագործը, որ ինքը դկնող է, իրավասություն ունի Տիրոջից, որ իր աշխատանքի արդյունքը վայելի։ Սա առումով, որ հիմա մենք նայում ենք բդղի մասին, ընդհանրական մտածենք հոգևոր ծառայության առումով, որ եւ որ մենք ծառայում ենք, Աստված այդ իրավասություն տված է, որ մեր աշխատանքի օրհնությունը վայելենք Տիրոջից։ Սա չի նշանակում, որ փողի մասին չի խոսում։ Չէ, փողի մասին չի խոսում։ Օրհնության, հոգևոր օրհնության։ Ինչու որովհետև դերը մեզ տված է հավատարիմ ծառայի, Աստված իր օրհնությունները քեզ տալիս է, հոգևոր օրհնությունները քեզ տալիս է, իր ծառայության միջոցով որ դու անում ես։ Եսայի 53-ը որ ասում է իր անձի աշխատության պատուղը պետք է տեսնել եւ կշտանալ։ Ադի Հիսուսի մասին։ Այո, նույն իմաստը ունի հովիվների համար։ Չէ, նա ուրիշ է, նմանություն որոշ բան կա պարակիդության, բայց զգուշին ենք եղբայրներ ջան, հիմա կարևոր է որ համատեքստի մեջ նայենք, ինչու որովհետև այս համատեքստը հոգևոր գործարարի մասին կխոսա, մյուսը, ինչպես գիտես, Ղիտար եղբայր ջան, Քրիստոսի փրկության մասին կխոսա, որոշ պարակիդություն կարող է նույնանման լինի, բայց նույնը չէ իրադարձությունը։ Եվ այս երեք պատկերներով Արաքյալը Դիմոթեոսի խրախուսումը ասելով հասկացիր 7-րդ համարում հասկացիր ասի որ հասկացիր ասումը ինք ներկա եղանակ հրամայական դրամատրությամբ նրան ասում է որ այս բանը պետք է շարունակես հասկանալ միշտ նկատի ունենալ եւ սա հրամայական է արաքելական հրամայական է թե ինչ եմ ասում եւ դերը քեզ իմաստություն կտա ամեն ինչում այսինքն մի խոսքով այս բաները որ ազո խոսքի միջոցով Սուրբ Օգու ներշնչմամբ քեզ ասեցի դու ունես Տերը Սուրբ Օգին քո մեջն է ինքը քեզ պիտի իմաստություն տա մինչև այնադեմ որ չանաս հասկանալ թե ինչ եմ ասում մտորես նրանց վրա ինչու որ նայեցեք Աստուծո իմաստություն տալը Սուրբ Օգու միջոցով եւ Սուրբ Գրքի իմաստությունը երկուքը զուգահեռ ընդանում են չեք կարող ասել որ ես միայն Սուրբ Գիրքը ունեմ ինձ հերիքա Սուրբ Գրքի իմաստությունը Սուրբ Գիրքը ուղղորդում է ինձ ես Տիրոջը իմաստության գարիքը չունեմ Սուրբ Օգի մեր մեջն է ինք իմաստության հոգին է ասում է Եսայի 11-ի մեջ Սուրբ Օգին մեր մեջն է դերը քեզ իմաստություն կտա ամեն ինչում Սուրբ Օգին ինք հիմա այստեղ ներկա է աշխարհում Հիսուս ինքը ներկա չէ այդ առումով այո ամենուրեք է ասված հասկանում եք բայց մյուս կողմից աշխարհում ինքը ասեց ես գնում եմ Սուրբ Օգին ուղարկում եմ ամեն ավադացյալի մեջ Սուրբ Օգին եւ աշխարհում ինքը գործում է հայր ասված այս առումով երկրի վրա չէ հիմա այս առումով իհարկե իր ամենուրեք լինելով ամենուրեք է ասված ամեն տեղ այստեղ է ալ նույնիսկ Հիսուս այստեղ է ալ նույնիսկ երրորդության առումով բայց աշխատանքի առումով ծառայության առումով Սուրբ Օգու դրված է եկեղեցու դարաշրջանի այս բաները անելը եւ մենք ունենք նրա այդ օգնությունը որ ինք իմաստություն դա մեզ բայց միևնույն չեն կարող ասել որ ես ազոխոսքի պետք չունեմ ուրեմն միայն Սուրբ Օգու իմաստության վստահում եմ Տիրոջ իմաստության վստահում եմ ես կարամ այդ իմաստության համաձայն առանց Սուրբ Գիրք կարդալու առանց հասկանալու որ Բողոս Արաքյալ Դիմոթեոսը ինչ ասում է Տիրոջ ծառայելու մասին այս համարներու գրվածքով ես ուրեմն կարամ իմ հոգևոր ծառայությունս անել ոչ եղբայրներ ջան երկուքն էլ կարևոր են եւ պետք է մեզ համար համաձայն ենք ինչու Արաքյալը ասում է հասկացիր թե ինչ եմ ասում այս բաների վրայով եւ տիվ երկու Տերը քեզ իմաստությունը դա ամեն ինչում վստահե նրան հետո ասում է հիշիր եւ որ հիշիր ասում է սայալ միևնույն ադեն այդ ներգա շարունակական հրամայական խնդրանքն է Բողոս Արաքյալից որ ինք ասում է ուզում է ցանկանում է որ Դիմոթեոս նկատի ունենա
Հիշիր մերելներից հարություն արած Հիսուս Քրիստոսին։ Սա հստակ է մեզ համար, մեր Տերը հարություն արավ եւ ինք Դավթի սերունդից է։ Դավթի սերունդից է։ Հիշիր մերելներից հարություն արած Հիսուս Քրիստոսին Դավթի սերունդից, այդ մերելների հարություն արած Հիսուս Քրիստոսը ըստ իր քարոզած ավետարանի համաձայն է, որի համար չարչարվում եմ ասում, մինչև անգամ շղթայված եմ։ Հիսուս Դավթի սերունդից եկավ։ Հիսուս Դավթի սերունդից եկավ։ Եվ մենք գիտենք Ռոմայացիների 1-ից, Ռոմայացիների 1 4-ում ասում է, որ 3-ից կարդանք իր որդու մասին, որ մարմնով սերում էր Դավթի սերնդից, ըստ Սուրբ Օգու Ազո որդի էր սահմանված, զորությամբ մերելներից հարություն առնելով, ումի մասին խոսում ենք, մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Նույնանման արդայություն այստեղ ունենք, ինչ որ Ռոմայացիների 1:3-4-ում ունենք։ Եվ ասում է, որ այդ ավետարանի համար չարչարված եմ, մինչև անգամ շղթայված եմ, այդ ավետարանի համար չարչարված եմ, այդ ավետարանի համար շղթայված եմ։ Ինչ տեսակ շղթայված է, ինչու շղթայված է, չարակորձի պես, ինչպեսի ցևով չարակորձի պես, այդ ավետարանը բայց ասում է զուգահեռ առումով շղթայված չէ, Աստծո խոսքը շղթայված չէ։ Նույնիսկ եթե ես շղթայված եմ, Աստված շղթայված չէ։ Հիմա Բոս արաքյալ պատկերացրեք այդ դաժան բանդում, ուր մենք չենք կարող պատկերացնել ինչ տեսակի վայր էր, կեղտոտ, խոնավ, մութ, սարը, մոդադենից վիդի ծմեր լինի, ավելի վատ կլինի։ Այնտեղ է ինքը չարչարվում է ավետարանի համար, շղթայված է ավետարանի համար, եւ ոչ թե միայն շղթայված է, որովհետեւ ինքը վատ բան արեց։ Չարակորձի պես, նրանց նկատում են իբր չարակորձ, ինչու որովհետեւ հռոմեական գայսրության դեմ ըստ իրենց նոր ասվածը հրճագում է քրիստոնեությունը եւ Պողոս արաքյալը, Հիսուս Քրիստոս։ Բայց ինքը ասում է, թե ես շղթայված եմ, Աստծո խոսքը շղթայված չէ։ Պատկերացրեք, Պողոս արաքյալի կարող է իր ամենադժվար բահերին Աստված նրան ներշնչեց, որ այս նամակը մենք ունենանք։ Կորզնական առումով, գիրարման առումով, եղբայրներ ջան, իմ ու քու ամենադժվար բահերը կյանքում գարան ամենաօրնապեր ծառայության բահեր լինել։ Երբ մենք ուղղորդում ենք ուրիշներին ոչ թե միայն մեր փորձառությունների համաձայն, որ Պողոս անում է, Տիրոջ խոսքի համաձայն, ուղղորդում է Դիմոթեոսի եւ նրա լսարանին, ինչու որ Դիմոթեոս այս նամակը եւ որ ստանում է Եփեսոսում, վերջի Եփեսոսի եկեղեցին ալ պիտի գիտնա, մենք ալ գիտենք, մենք ալ ունենք այս նամակը, դերը ինք պահած է այս նամակը, որ մենք ունենանք։ Բայց Աստծո խոսքը շղթայված չէ։ Տիրոջ խոսքը շղթայված չէ։ Դրա համար, որով շղթայված չէ, ամեն ինչի համբերում եմ։ Ամեն ինչի համբերում եմ։ Ինչու համբերում է Պողոս արաքյալը։ Ասում է այստեղ պատճառը ընտրյալների համար։ Ինչու համբերում է ընտրյալների համար, որբեսի նրանք էլ այն փրկությանը հասնեն, որ Քրիստոս Հիսուսով է հավիտենական փառքի հետ։ Հիմա սա ինչ ասում է մեզ։ Սա հետևյալը ասում է մեզ, որ Պողոս արաքյալի ծառայության համբերության այդ ասենք ուժը, զորությունը, բենզինը, որ իր ավտոն աշխատում է, այդ հասկացողությունն էր, որ Աստված տագավին ընտրյալներ ունի, մարդիկ, որ չփրկված են, եւ այդ մարդիկը ընտրյալներից են, եւ նրանց համար ինք համբերում եմ, սա մի կարևոր դրդապատճառ է, եղբայրներ ջան, երբ որ մենք դարաբում ենք, չարչարվում ենք, մեր ծառայության մեջ հալածվում ենք, ինչու համար անում ենք, ինչ որ անում ենք Տիրոջ համար։ Պողոս արաքյալ գարար ասել, ամեն բանի համբերում եմ Հիսուսի համար, ամեն բանի համբերում եմ Աստծո խոսքի համար, ամեն բանի համբերում եմ Աստծո եկեղեցվո ծառայության համար։
Կարար ասել։ Բայց ինք Սուրբ Օգու ներշնչման դակ ասեց ամեն բանի, ամեն ինչի համբերում եմ ընտրյալների համար։ Ինչու՞։ Որբեսի նրանք էլ փրկության հասնեն, այսինքն դակավին կան ընտրյալներ, որ փրկության չեն հասած։ Կհասնեն, պիտի հասնեն։ Եվ նրա նպատակը սա է։ Եվ իհարկե այդ փրկությունը ումի միջոցով է։ Հիսուս Քրիստոսով է, եւ այդ փրկությունը հավիտենական փառքի հետ։ Իհարկե մենք հավիտենական այդ փառքին սպասում ենք, որ երկնքում Տիրոջ շնորհով մեզ կդրվի։ Հիմա եթե հիշում եք Գործք Առաքելոցում 18-րդ գլխի մեջ Գործք Առաքելոցում 18-րդ գլխի մեջ եւ որ Բողոս Արաքյալ ինք ծառայում էր եւ նայեցեք հայրենով գարտանք 18 Գործք Առաքելոց 18 աստեղից գարտանք եւ 7 համարից եւ այդտեղից ելավ մտավ մեկի դունը, որի անունը Դիդիոս Հուստոս էր, մի աստվածաբաշ մարդ, որի դունը ժողովարանին գից էր։ Քրիստոս ժողովարանաբեդը իր ամբողջ ընտանիքով ավադաց Տիրոջը, գորընտացիներից շատերը նույնպես նրան լսելով հավատացին ու մգրդվեցին։ Եվ դերը, նայեցեք, մի գիշեր Բողոսին դեսիլքի մեջ ասաց. Սա ուրա, եւ որ 18-րդ գլխի մեջ նայենք, արդեն իսկ Բողոս Արաքյալ այստեղը Գորընթոսի եկեղեցին հիմնադրումը, Գորընթոս եկած է։ Եվ մենք գիտենք Գորընթոսը ինչ տեսակի քաղաք էր, մաքուր քաղաք չէր։ Եվ դերը 9-րդ համար մի գիշեր Բողոսին դեսիլքի մեջ ասաց. մի վախեցիր, այլ խոսիր եւ մի լրիր։ Ինչու։ Որովհետև ես քեզ հետ եմ եւ ոչ ոք քեզ վրա չի հարցակվի քեզ վնասելու, ինչ ասում է, որովհետև այս քաղաքում ես բազում ժողովուրդ ունեմ։ Այս քաղաքում ես բազում ժողովուրդ ունեմ։ Հիմա եւ որ այս քաղաքում ես բազում ժողովուրդ ունեմ, սա բարձրապես չի նշանակում, որ հավատացյալներ կան։ Այսինքն դակավին կորձ ունի անելիք ընտրյալների փրկության առումով։ Ուրգից գիտեմ ես, որ այս հասկացողությունը շիդագ է եւ ոչ թե այդ նախորդող, ասենք, դեսությունը, որովհետև ասում է 11 համարի մեջ պատասխանը։ Բողոսը հոմ մնաց 1 տարի եւ 6 ամիս։ Շարունակեց, թե եկեղեցին անշուշտ ուսուցանելով եւ թե նրանց ասին ժողովրդին, ինչու որ ինք գիտեր, որ դակավին մարդիկ կան փրկված չեն։ Այդ արդայության համացան Ետ վերադառնալով մեր տեքստին 2 Տիմոթեոս 2:10 դրա համար ամեն ինչի համբերում եմ ընտրյալների համար։ Դեռ հասած չեն այդ փրկության, որբեսի նրանք էլ այն փրկությանը հասնեն, որ Քրիստոս Հիսուսով է հավիտենական փառքի հետ։ Ուրեմն եւ որ հաջորդ անգամ մեկը հարցնեց ես եղբայրներ ջան, ինչու համար սխալ է ասելը, որ եթե ես մտածեմ, որ ավետարանչություն ընելը աբարչուն է, իմաստ չունի, եթե ընտրյալներ կան ազոգողմից փրկության համար, սխալ է այդպես մտածելը, որ հագարակ գնում է Բողոս Արաքյալի ասածին։ Բողոս Արաքյալը հագարակը մեզ սովորեցնում է։ Չենք կարող մենք ասել, որ եթե ընտրյալներ կան, ես պետք չունեմ ավետարանչություն անելու։ Որտեղ ասված ընտրյալները կփրկի, չէ՞։ Ասված կփրկի ընտրյալները ավետարանի միջոցով եւ ոչ ուրիշ ձևով։ Եթե ավետարանը չդրվի, ոչ մեկը չի կարող հավատալ։ Հավատը լսելուց է, լսելը Աստծո խոսքից է, Հռոմայացիների 10:17-ը։ Եվ Արաքյալը ինք գիտեր, եւ որ դերը ասեց սրան, մի վախեցիր, շատ մարդիկ ունեմ այստեղ ասեց։ Շարունակեց 1.5 տարիևս ծառայել, թե եկեղեցին, թե ուրիշ հոգիներու փրկության համար։ Եվ ուրեմն այս հատվածը ինձ համար ցույց տալիս է կորզնական ասպեկտը, տեսակետը ավետարանչության։ Ըստ այն հասկացողությանը, որ ընտրյալներ կան դակավին, որոնք պետք է փրկվեն։ Եվ մինչև դերը կա, եկեղեցու թիվը ամբողջացած չէ, Բողոս Արաքյալը նրա վրա խոսում է Հռոմեացիների 11-ում։ Եկեղեցու թիվը մինչև ամբողջանա, այն adin հրյա ազգը Տիրոջ դառնում է։ Եկեղեցու թիվը ամբողջանա։ Ուրեմն թեր ամբողջացած չէ։ Տիրոջ դիտանկյունից ընտրյալները դակավին այդ թիվը ամբողջացած չէ փրկության առումով եւ դերը նրա համար չի գալի։
հրյասկը դակավին լրիվ դիրոջը չի կարող դառնալ, այդ իմպոստյան մեջ են դակավին, այդ կուրության մեջ են դակավին, եւ սա ինձ ցույց տալիս է եղբայրներ ջան, այդ կորզնական մասը, ասենք ընտրյալների այդ վարդապետության, որ սա ավետարանչության այդ հասկացողությունը ավետարանչության խոչընդոտ չէ. It's not an obstacle to evangelism. Հաբանտագարակը, եթե ես գիտեմ, որ դակավին ընտրյալներ կան եւ պիտի լինեն, մինչեւ դերը վերադառնա, մինչեւ ապշտակությունը լինի, ես դակավին գշարունակեմ ավետարանել. Սա իմ բաժինն է. Գիտնալով, որ իմ ծառայությունս աբարություն չէ, երբեմն մենք իբր հովիվներ, իբր քարոզիչներ, իբր ավետարանիչներ կարող է որ հուսադության գնում ենք, կամ հիաստապման գնում ենք. քարոզում ենք, մեկը չի ապաշխարում. ավետարանում ենք, մեկը չի ապաշխարում. Մեր գործը չէ մարդոց ապաշխարեցնել տալը, մեր գործը ավետարանելը հավադարմապար, խոսքով ու կյանքով, որպեսզի նրանք տիրոջ դառնան, եւ տիրոջ գործն է նրա ընտրյալները, նրա ոչխարների բարախը բերելը. Եվ եթե ես գիտեմ, որ դակավին ընտրյալներ կան, ես համբերում եմ ընտրյալների համար ինձ ծառայության մեջ, համբերում եմ, որ նրանք էլ ասեն այն փրկությանը. ուրեմն իմ չանքը, քո չանքը աբարություն չէ, եղբայրներ ջան, մինչև այն հավատարմը պարանում ենք, դերը արդեն ինքը իր կողմից կործում է, որպեսզի ուրիշներ փրկի. Եվ երբ տեսնանք, որ դերը փրկեց մարդիկ, նույնիսկ մեր ծառայության միջոցով, փառք Աստծո ասում ենք, տեսնում ենք, որ դերը էլի իր ընտրյալները բերում է իր փառախը Քրիստոս Հիսուսով հավիտենական փառքի հետ։ Հիմա ինչու կասենք սա, որովհետև երբեմն լսած ենք այս ընտրյալների վարտաբերությունը սատանայական վարտաբերություն է, կամ Ջոն Քելվինի վարտաբերություն է եւ այլն, բառապարապաներ են այդ խոսքերը, եղբայրներ ջան։ Ազո խոսքի վարտաբերությունն է, սատանայական վարտաբերություն չէ, ինչու որովհետև այդ բոլոր ընտրյալների թեման, եւ որ ազո խոսքում գնանք, Եփեսացիների 1:4 զորնակ ինչ որ իմը ունեմ, ասում է, ինչպես որ մեզ հայրը, ինչու օրհնում է հորը երրորդ համարում, ինչպես որ մեզ նրա միջոցով Հիսուսով ընդրեց աշխարհի ստեղծումից առաջ ինչ լինելու, որովհետև ինք ընդրեց մեզ որ սատանայի նման ապրենք, սատանայական վարտաբերություն է սա, որովհետև մենք սուրբ եւ անարատ լինենք, սա մեր բաժինն է, նրա առաջ սիրո մեջ, սատանայական վարտաբերություն լիներ, սրբության անարատ լինելու եւ սիրո մեջ լինելու հետ կապ չեր ունենար։ Եվ որ ես ասեմ, ընդրության այդ վարտաբերությունը սատանայական վարտաբերություն է, ես ասում եմ Աստծո, որ քու ըրած կորձդ ով դեր սրբության հետ կապ չունի, անարատության հետ կապ չունի, սիրո մեջ լինելու հետ կապ չունի։ Զգուշ լինեք եղբայրներ ջան, Աստծո խոսքը այդպես չի խոսում։ Ինչ որ մենք մեր մարդկային դրամապանչով չենք հասկանում, թողենք որ Աստծո հայտնությունը մեր մարդկային դրամապանչության վրա գերիշխի, որը մեր մարդկային դրամապանչության հասկացողությունը այս աշխարհի սկզբունքների համաձայն են շատ անգամ, ոչ թե Աստծո խոսքի հայտնության համաձայն է։ Եվ Պողոս առաքյալ ինք ասում է, որ ես համբերում եմ ընտրյալների համար, որ իրենք ալ այդ փրկության հասնեն, որ է այդ փրկությունը Հիսուս Քրիստոսով, այդ փրկությունը հավիտենական փառքի հետ կամ համար է։ Եվ հետո ասում է 11 համար, 3 համար եւս ունենք այս բաժինը, հետո մեր հաջորդ 10-ը 14-ից կշարունակենք։ Հավաստի է այս խոսքը, հավաստի է, այսինքն հավատարիմ է այս խոսքը։ Հիմա այստեղ նայեցեք եղբայրներ ջան, եթեներ կան, եւ զգուշ պետք է լինենք այս եթեներուն նկատմամբ։ Հիմա գասենք ինչու։ Եթե նրա հետ մերանք, նրա հետ էլ կաբրենք, եթե համբերենք, նրա հետ էլ գթակավորենք, Պողոս առաքյալը շատ բան խոսեց համբերելու մասին։ Եթե ուրանանք, նա էլ մեզ կուրանա։ Եթե հավատարիմ չմնանք, նա հավատարիմ է մնում, քանի որ ինքն իրեն չի կարող ուրանալ։ Շատ կարևոր հատված է սա։ Հիմա սա մեկնաբաններ նրանք գարձում են, ասում են, որ առաջին տարու հոգևոր սա օրհնությունն էր, երկմն էր, որ ավադացիաները նրանք երկում էին այն ատեն։ Հավանական է, այդպես մտվում է, ասենք թե այդ պարակիդության համաձայն։ Եթե հիմա առաջին բանը,
11 համար։ Հավաստի է այս խոսքը։ Եթե նրա հետ մերանք, նրա հետ էլ գաբրենք։ Հիմա սա հունարենով first class condition ասում են, այսինքն եթեի դարբեր ծևերը գա։ Հիմա եթեներ գա, որ ասանք ասեմ, եթե օրինակ ինձ սիրում ես, այսպես կանես։ Սա first class condition է։ Գա, որ եթե այսպես լինի, կարող է այսպես լինել կամ ոչ։ Ադի third class condition ասում ենք։ Անգլերենով բարձր անգլերեն հասկացողների համար։ Այսինքն եթեների դարբերությունը կա։ Հիմա այս պարակային այդ եթեն first class condition-ը այդ առումով, որ այսինքն եթե մերանք այսպես կպատահի։ Այնպես մը որ կարող է կամ ոչ։ Հա, դեր ուրիշ երկու տեսակալ եթեներու կատեգորիաներ կար, որ նրանց վրա պետք չունենք հիմա անդրադառնալու։ Ինչու որ տեքստը ստագ է, այդ առումով որ եթե նրա հետ մերանք, նրա հետ էլ գաբրենք։ Հիմա եղբայրներ ջան, ես ցեզ հարցնեմ։ Բողոս Սարակյալը եւ որ այսպես ասում է, ինքը կոնկրետ խոսում է, չէ՞ ավելի ընդհանուր խոսում է։ Ոչ։ Ինչ առումով։ Okay, ասեմ ինչ առումով։ Հիմա հասկացած երես ասի եւ արան բարակային որ ասացի ոչ, ինչու որ դուք ուրիշ կողմից նայում եք, որ շիդագ է, կարծում եմ ցերս ասնա։ Այսինքն իրս ասը շիդագ է, կոնկրետ օրեն շիդագ է ասած այդ առումով, բայց երբ նրա մասին խոսանք, ես կենտրոնացումս Բողոսի վրա է, մենքի վրա է։ Մենք մտածենք։ Եթե նրա հետ մերանք, նրա հետ էլ գաբրենք։ Հարցս հետևյալն է։ Ընդհանուր գխոսա։ Ընդհանուր գխոսա, այսինքն մի խոսքով, հիմա հիշում եք, եւ որ մի քիչ առաջ եղբոր մի հետ խոսում էինք այս հատվածի վրայով 2 Կորինթացիների 13:5 Ինքներդ ցես քնեք, թե հավատի մեջ եք։ Ու մի գխոսա, Կորինթացի եկեղեցու։ Ինքներդ ցես փորձեք, թե հավատի մեջ եք, այսինքն կամ չգիտեք, որ Հիսուս Քրիստոսը ձեր մեջ է, մի ընթե ցես ցախովել փորձելու մեջ, չեք ցախովել փորձելու մեջ, ինչու որ դուք անցերնիդ փորձեցիք նայեցաք, որ Հիսուս Քրիստոս ձեր մեջ կարող է, չէ։ Եկեղեցու կրումը, ինչու որովհետև եկեղեցու մեջ հավատացյալն է, գա ոչ հավատացյալն է, հավատքովը գա ոչ հավատովը գա։ Եվ Բողոս Սարակյալ եւ որ ասում է ձեզ, սա չի նշանակում որ բոլոր եկեղեցին կամ հավատացյալ է, կամ ոչ հավատացյալ է։ Ինքը ընդհանուր խոսում է, նույնը այստեղ անում է Բողոս Սարակյալ։ Եթե նրա հետ մերանք Դիմոթեոս Միան ես ու դու չէ, բոլոր հավատացյալներս։ Միան հավատացյալները չէ։ Ուրիշներն նկատի ունենա հետո, մի քիչ հետ որ ուրանալու մասին գխոսա, բայց այստեղը հավատացյալների մասին իհարկե նկատի ունի, ինչու որովհետև միան հավատացյալն է, որ Քրիստոսի հետ մեռած է։ Հիմա մեռած առումով ֆիզիկական մեռնելու մասին չի խոսում, իհարկե, ինչ որ Ռոմայացիների 6-ի մասին խոսում է, որ մենք ինչ ասում է, նրա հետ մեռանք, թավեցանք եւ հարություն արինք Ռոմեացիների 6 երրորդ համարից։ Գամ չգիտեք թե մեզանից ովքեր Հիսուս Քրիստոսով մգրդվեցին, նրա մահով մգրդվեցին, մգրդությամբ նրա հետ թավեցինք մահի մեջ, որպես ինչպես Քրիստոսը մեռելներից որ փառքով հարություն արավ, այնպես էլ մենք նոր կյանքով ընթանանք։ Այսինքն մի խոսքով, եւ որ մենք հավատացյալ դարանք մեղքի աշխարհի Քրիստոսի հետ մեռանք Քրիստոս խաչի վրա մերա մեղքի համար, մենք ալ հոգևոր առումով իր հետ մեռած ենք։ Եվ առաքյալը ասում է, նայեցեք, եթե նրա հետ մեռանք, այդ first class condition-ը, եթե այդպես եղավ, ուրեմն պատասխանը այդպես գլինի, նրա հետ էլ գաբրենք։ Հավատացյալի բարակային սա հստակ է։ Հիմա, եւ որ եթե ասում է Բողոս Սարակյալը, եթե չի նշանակեր, որ սա գասկած է, եթե ներկան սուբ կրքում, որ գասկածի առումով ներկայացված են, բայց այս բարակային, այդ եթեն այստեղ հաստատական է, որ եթե մերանք նրա հետ գաբրենք։ Ինքը չի կասկածում, ինքը ասում է, եթե դու սիրում ես Հիսուսը, իմ պատվիրաններս բահեցեք սավ Հիսուս, չէ, եթե ինձ սիրում եք։ Պայման չէ միայն, այնտեղը պայման է, այստեղ պայման չէ, եթե նրա հետ մերանք, նրա հետ կապրենք։ Պայման չէ, պայմանը մյուս տեղը, օրինակ Հիսուս ինչ ասեց, Հովանես, ես իրան դեր գնանք։
Վանես 14 condition է Սլովյանը կստեղծել է իր մանրներով կստեղծել է Սլովյան որ մենք կարանք ապրել չէ ստեղծել այդ condition-ը եթե ավադացյալ ես կաբրես է սա առումով այսի մի խոսքով Բողոս Արաքյալ գարար ասել այստեղ որովհետև նրա հետ մերանք նրա հետ էլ գաբրենք բայց ինքը եթե օգտագործած է եւ շիտակ է նույնն է իմաստը նույնն է բամը չի փոխվում որովհետև նրա հետ մերանք նրա հետ էլ գաբրենք բայց ինքը եթեով խոսում է ինչու որովհետև այդ սևով պիտի խոսա մյուս այդ զուգահեռ արտահայտություններն եթե ոչ դարբեր կլինի մյուսները ինչու որովհետև երկրորդը նայեցեք որովհետև համբերենք չի լինում էլի պետք է ասել որովհետև եթե համբերենք դրա համար եթե համբերենք նրա հետ ալ գտակավորենք էլի սա պայմանական չէ հաբա հավատացյալի համար այո պայման գա մեջը բայց հավատացյալի համար եթե համբերենք եւ հավատացյալը գամբեր է եւ գտակավոր է եթե ուրանանք եւ նայեցեք Բողոս Արաքյալը իր մասին չի խոսում սա ոչ ա Դիմոթեոսի մասին խոսում է այդ մարտիկը որ մի քիչ առաջ կարտասինք առաջին գլխի մեջ կարող է այդպիսի անցիկը այս խմբի մեջ պատկանում են այս ոլորտում այս կատեգորիայում եթե ուրանանք նա էլ մեզ կուրանա ինչու որ դիրոջ ուրացողը վերջերջո տերը ինքը պիտի այն օրը ասի ես ես չեմ ճանաչում նայեցեք Պետրոսի ուրանալը ժամանակավոր ուրանալ էր Պետրոսը չենք կարող այս կատեգորիային դնել Պետրոսը հավատացյալ էր եւ ճշմարիտ հավատացյալն է գրնա Քրիստոսի ժամանակավոր ծևով ուրանալ իր գեցվածքով իր ապրելակերպով Պետրոս ուղագի գերբով արեց սա չեմ ճանաչում նրան ասեց Մինչ ինք ճանաչում էր նրան երբ մարդիկ հարցնում են կարող է որ հավատացյալը օրինակ իսլամական երկրի մեջ կամ բուդդիստ երկրի մեջ հալածանք հավատքի դեմ եւ ինքը թաքցրեց այդ հավատքը նրա Հիսուսի հանդեպ մեկը իրեն արծրեց վախի բանով ուրացավ ինքը ճշմարիտ եթե հավատացյալ է այո մեղ կործեց ուրանալով ինչպես Պետրոս բայց դա չի նշանակում որ ինքը հավատացյալ չէ այո ինքը եթե ասեր որ ես հավատացյալ եմ ինքը ադվարձ կունի եւ շիդագը նա անելն է բայց թաքցրեց կարող անդանիկ ունի երեխա ունի գին ունի Զոքան չունի, ադի ուրիշ բան։ Մա չգիտեմ, ես զոքանչը շատ սիրում եմ, ինքը դերոջ կով է։ Լավ գիներ, հավատարիմ գիներ, հավատացյալ գիներ։ Եթե ուրանանք, ինքը, այո, ինքը այնպես մի խոսում է, որ առաջին դեմ կոկնագիով խոսում է։ Բայց սա չի նշանակում, սա երկ մներ, հիմ մներ այնադեմվա, որ ինք օգտագործում է, այո, ընդհանուրին խոսում է։ Մենք բոլորս էլ այս աշխարհում հավատացյալն էլ ոչ հավատացյալն է, հավատացյալը իհարկե այս խումբի պատկանում է, եթե նրա հետ մերանք, նրա հետ կաբրենք, եւ իհարկե եթե համբերենք, իբր հավատացյալ, նրա հետ կտակավորենք, եւ միան հավատացյալը սաղան է, ոչ հավատացյալը պիտի չկարողանա տակավորել Տիրոջ հետ, եթե ուրանանք, նա էլ մեզ կուրանա, ամեն ոչ հավատացյալ, գործով, խոսքով, ուղագի կամ անուղագի ուրանում է Քրիստոսի, ամեն ոչ հավատացյալ Եվ սա ոչ հավատացյալի վերջը իր վարձատրությունը Տիրոջից այն խոսքերով, որ ես ցեզ երբեք չէի ճանաչում։ Եվ հետո ասում է, եթե ավադարիմ չմնանք, էլի բարձաբես որ երրորդ դեմ կոկնագիով խոսում է Բողոս Արաքյալ ինքը իր մասին չի խոսում, հավատացյալ մասին չի խոսում, ուրգից գիտենք սա։ Եթե ավադարիմ չմնանք, եթե մտածենք որ այս արտահայտությունը հավատացյալի մասին է, հա? Եթե այդպես մտածենք մի րոպե։ Եթե մտածենք որ ասենք որ այս արտահայտությունը հավատացյալի համար է։ Եթե հավատարիմ չմնանք, նա հավատարիմ է մնում։ Ինչ անենք մյուս Աստծո խոսքի խոսքերը, երբ որ ասում հավատարիմ մնացեք մինչև վերջը, ուրեմն ասում է որ ես կարող եմ հավատարիմ չմնալ, ինքը հավատարիմ է, ինքը չի կարող ուրանալ, խնդիր չէ, ուրեմն ես կարող եմ իրեն հետ թակավորել, երկին գնալ։ Նրա մասին չէ։ 13 համարը շարունակում է այս արտահայտությունը, եղբայրներ ջան, նայեցեք։ Այս արտահայտությունը 13 համարը շարունակում է։ Այսինքն, եթե ուրանանք նրան, ինքն է մեզ կուրանա, եթե հավատարիմ չմնանք, ինքը հավատարիմ մնում է, որ իր բնութագիրը հավատարիմ է։ Գախում չունի, մեկը հավատարիմ չմնաց, մեկը մինչև վերջ չշարունակեց, մեկը ուրացավ Քրիստոսի։
ինքը ավատարիմ է, իր բնութագիրը չի փոխեր։ Որ մեկը չգարձե, որ Աստված ուրիշ կրոնքների աստվածների համաձայն է, որ ուրիշ կրոնքների Աստվածը իրենց մարդկային հասկացողության համաձայն իջնում է։ Գիրագիորը խոսում է մի քիչ քարոզի դրվածքով, որոշ կրոնքներ կան, ուր եթե 51% քո բարի գործերը ավելի գշրեն, քան թե քո չար գործերը 49% օրինակ, տրախտ գնում ես։ Ուրեմն սա ցույց տալիս է, որ նրանց Աստվածը 100%-ով սուրբ հավատարիմ Աստված չէ, հավատարիմ իր սրբության։ Ինչու՞։ Փոխզիջող է, փոխզիջող, is a compromiser։ Ինչու՞, որովհետև մեր Աստվածը 100% սրբություն պահանջում է, որ մեկը երկինք հասնի։ Եվ այդ 100% սրբությունը իմ եւ քո սրբության համաձայն չէ, արտարության համաձայն չէ, ապա Քրիստոսի 100% սրբության արտարության համաձայն է, անմեղը մեղավորի փոխարեն տվեց։ Նրա համար է, որ երկնքում ոչ մեկ հավատացյալ չի լինում, որ կարողանա ասել, որ 99% Աստծո արտարության համաձայն էր, 1% իմ բարեգործության համաձայն էր։ Չկա դրանք բան։ Չկա դրանք բան։ Աստված 100% հավատարիմ է Քրիստոս իր սրբության անթեպ։ Եվ ինք միայն իր շնորհով է, որ մեկը կարող է ընդունել երկինք, թագավորության մեջ, թագավորել միասին։ Նույնիսկ ասում է, եթե հավատարիմ չմնանք, ինքը հավատարիմ է, իր խոստումները չի փոխում։ Իր խոստումները չի փոխում։ Հավատարիմ մնում է։ Ուրեմն, եթե մարդկության նայենք աշխարհում, այս մի քանի կատեգորիաներու մեջ փակացած է մարդկությունը։ Կամ մարդկության մասը նրանցից են, որ մեռած են Քրիստոսի հետ եւ գաբրեն նրա հետ, համբերում են այս նույն մարդիկը, նայեցեք։ Երկու կատեգորիա կա, սա մի կատեգորիան է, մյուս կատեգորիան է։ 11 համարի եւ 12 համարի առաջին մասը մի կատեգորիա անցիկ են, հավատացյալները։ Եվ այստեղը մյուս մարդիկը, իհարկե այս մասը Քրիստոսի բնութագրի մասին խոսում է։ Եթե օրանանք, նա էլ մեզ գուրանա, հավատարիմ չենք նրան, ուրացած ենք, բայց ինքը հավատարիմ կմնա։ Ինքը չի կարող ինքնին իր հավատարմությունից վազ անցնի։ Այո։ Հա, իհարկե։ Ուրեմն 13 համարը ոչ հավատացյալ մարդկանց պրոստը մի բան ուզում եմ հասկանալ։ Առաջին մասը։ Այո, այո։ Այո, faithless faithful, այո։ Երբեք մարդիկ կարծում են, որ հավատացյալի կվերակրե, այսինքն վերակրում է այդ արդարությունը, բայց խնդիրը այն է, որ եթե ասենք, եթե հավատարիմ չմնանք, բայց մենք կարող ենք ընկնել Սուրբքի հագարակ ընկնելու մասին չէ։ Սա հավատարիմ չմնալ, այսինքն ընթացք կդարել, որ հավատարիմ չէ։ Բայց Սուրբքը ասում է, որ եթե մեկը հավատարիմ չէ, ցուցաբերում է, որ ինքը բրգություն չուներ սկզբից։ Ցար։ միշտ հասկանում ես 12-13-ը Հա։ ոնց որ ստեղ 13-ում այն մարդիկ որ որոշում են կատարան, որ всё չեն ուզում Հիսուսին ճանաչեն, հեռանում են Հիսուսից։ Բայց 13-ը ոնց որ մենք կարող ենք թույլ ելնել։ Հա, հա։ Տես Չէ, ինչու որ ուրացողը այս բարակային ոչ հոգևորի մասին է, ուրացողը, հա, ոչ թե հավատացյալի մասին է։ Բայց որ ինքը прибывает, Սերուսայեմ գրածա прибывает, ինքը որ faithful-ա, չէ։ Հա։ Այդ ինչ է նշանակում։ Ինքը ոնց կարող faithful եղնի անհավատ մարդու դեմ։ Ինքը Անհավատ մարդու դեմ չի ասում։ Ինքը ասում է, որ եթե հավատարիմ չմնանք, Քրիստոս ինքը հավատարիմ է։ Ինքը չի կարող որանալ, իր բնութագիրը չի կարող փոխել, ինքը հավատարիմ մնում է։ Նայ, բայը եւ որ ասում է, եթե հավատարիմ չմնանք, ինքը ներգա ակտիվ ցուցիչ հոլով ունի։ Եվ ներգա, այսինքն եթե շարունակենք հավատարիմ չմնալը, շարունակականություն կա։ Գիտար ոչ թե մի անգամ հավատարիմ չեղանք եւ ընկանք նրա մասին չէ։ Հիմա ասլուկեցի, որբեսի հաստատ, այսինքն միտքս թարմացի, որ ինչի մասին կխոսա, որ սխալ բան չասեմ։
Այսինքն եթե մենք այդ ընթացքում ենք, որ ընթացքի մեջ ենք կյանքում, որ շարունակում ենք հավատարիմ չմնալ նրան։ Ինչու որովհետև ոչ հավատացյալները հավատարիմ չեն Աստծո։ Հավատացյալի անգումի ժամանակավոր քայտաղության մասին չի խոսում, որտեղ հավատացյալը գրնա ժամանակավոր անհավատարմություն ցույց տալ։ Պետրոսի օրինակը դվեցինք, չէ՞։ Կամ նույնիսկ կարաս ասել Մարգոս ըստ ասենք թե Բողոս Արաքյալի, Մարգոս հավատարիմ չի մնաց, 14 գլխի մեջ էր կամ 13 գլխի մեջ էր Կորսկարակելոցում։ Այդպես բամը։ Բայց սա նրա մասին չէ։ Համատեքստը նրա մասին չէ։ Եթե ուրանանք, նա մեզ գուրանա, եթե հավատարիմ չմնանք, իրեն ուրացանք, բամը չի փոխվիր նրա կողմից։ Մենք ենք վնասողը, ինքը չէ վնասողը։ Մենք ենք վնասողը։ He remains faithful. Yeah. What does it mean? He remains faithful, he cannot deny himself. Իրանցը չի գրնար ուրանալ։ Իր բնութակ, մաներ, գիտեմ դու ինչ մտածում ես։ Ես ալ ժամանակին այդպես մտածում էի, որ 13 համարը կարող է հավատացյալի մասին խոսի, հավատացյալը որ ընկած է բան է, ինքը չթողներ։ Եվ այդպես կարելի է մտածել, բայց կարծում եմ, որ ավելի իհարկե, ներ, երկրորդ մասը կարաս այդպես մտածել, ինչու որև ընդհանրապես միշտ արդեն հավատացյալի հանդեպ ինքը հավատարիմ է։ Բայց երբ ասում է, եթե հավատարիմ չմնանք, ներկա եղանակ, ցուցիչոլով, շարունակապար հավատարիմ չմնալ գա, ոչ մի հավատացյալ շարունակապար հավատարիմ չմնալու չմնար։ Ինչու, ինչպես որ եղբայրը ասեց, հիշեցրեց մեզ այսօր, 1 Հովհաննես 3-ից, ճշմարիտ հավատացյալը վերստին զունի չի կարող ասումը մեղք գործել, այսինքն հունարենի մեջ ներկա եղանակ չի կարող շարունակել մեղք գործել։ Նույնը այստեղ է, ճշմարիտ հավատացյալ չի կարող շարունակել անավադության կամ անավադարմության մեջ մնալ։ Եթե անավադարմության մեջ մնաս, ասել է խնդիր գա քո հավատքի նկատմամբ։ Նրա համար է բարձաբես։ Ես չեմ ասում, որ էլի այդ մույս տեսանկյունը երկրորդ մասի առնչությամբ 13 համարում չի կարող նայել այդ կողմից, այդ դիտանկյունից, այդ բանով։ Որ ես ալ այդպես կարծում եմ, ադեմագար որ կարծում եմ, որ հա եթե մենք հավատարիմ չլինենք իբր հավատացյալներ, խնդիր չի գա, Աստված ինքը հավատարիմ է, պրոբլեմ չի գա, նրա մասին չի խոսում։ Ինչու որովհետև հունարենով բայը մեզի չի արտոնում վարտաբեդական առումով մնացած Սուրբ Գրքի վարտաբերության լույսի ներքո, որ դու եթե շարունակապար անհավատարմության մեջ ես Աստծո անթեփ, ո՞նց կարոս ասել, որ բարձրապես Քրիստոս հավատարիմ է, ինքը մեզ չի լքում, ուրեմն ես կարամ անհավատարիմ լինել եւ ինքսինս սեբել, որ ես հավատացյալ եմ։ Այս դիտանկյունից նայում եմ եղբայրս, գիտացար։ Lifestyle, այո, շարունակական, continuous lifestyle. That's what he's considering. He's not considering moments of lapses here and there. For the believer's path where it is mostly described or defined by faithfulness. No, it's not like that. He's more considering, based on the Greek, present tense, active indicative, that this is an ongoing unfaithfulness to Christ. Even though there's ongoing unfaithfulness toward Christ, he's still faithful. What he has taught us elsewhere, ինչ որ ուրիշ սովորեցած եմ ես Աստծո խոսքում, ինքը հավատարիմ է դեր։ Այո, նույնիսկ հավատացյալների հանդեպ։ Բայց սա չէ մայր թեման, այդ առաջին մասում։ Ինքը հավատարիմ է։ Հարցեր եղբայրներ ջան, միջև հիմա այս 13 համարների վրա որ նայեցանք, դերը գամի հետո գշարունակենք 14-ից 26 նայել, եւ ինչու համար այստեղը 14-ից 26 նայեցեք երկու մաս ասացեմ, քարոզչական առումով։ Այսինքն հեշտը քարոզչական առումով 14-ից 19-ը մի հատված վերցնել, եւ հետո 20-ից 26-ը իբր երկրորդ հատված քարոզի համար։ Սա քարոզի համար։ Բայց մեկը իհարկե գարա 14-ից 26-ալ քարոզ է, մի քարոզում մի քիչ ավելի ոնց որ լայն երկար կարող է լինել, ավելի ժամանակ վերցնե, բայց նրա համար է այդպես ասում եմ, բայց մենք մեր նպատակների համար գճանանք հաջորդ մեր դասընթացում 14-ից 26-ը անել, առաջ որ ավելի կեսօրետ կը վերադառնանք եւ երրորդ գլխի անդրադառնանք։ Հարցեր եղբայրներ ջան, եթե գա, եթե չգա,
Կարանք աղոթքով պատրաստվել մեր հացին։ Դավ ջան, կաղոթես մեզ համար, եթե հարց չի գա։